ահա որ մեծ վախ ունեմ, որ թուրքի ոտքը կհասեցնենք ու նա կտրորի կջնջի շրջանը եւ եկող տարի մենք չենք ունենա հոշարձան։ Թուրքը եղել է մեր թշնամին դարեր շարունակ եւ կմնա մեր թշնամին, սուտ է այդ բոլորը։ Չի կարելի։ Այսօրվա իրավիճակով տեսնում եք, նրանք ատամները բացած հարձակվել են, նայեք եռաբլուրը։ Հնարավոր չի, դա սուտ է։ Ինչա մեր կառավարությունից առաջ խելոքներ չեն եղել, որ այստեղ սարքել են։ Եղել են, չէ՞, բա ինչու իրանք չեն փորձել մտերմություն անել, թույլ տալ։ Թուրքը հայի վերջի արմատը ուզում է ջնջել, Հայաստանը բաժան-բաժանանել այսօր փոքր մասը եւ հայ ազգ հասկացողությունը, որ չմնա ջնջվի երկրի երեսը։ Եվ այսօրվա դրությամբ ձեզնից կամ ինձնից ես արդեն անցել եմ կախված է, թե դուք որքանով կկարողանալ դիմադրել կամ պահանջել, որ ժողովուրդը չղեկավարի ծառա, այլ ղեկավարն է ժողովրդի ծառա, որտեղ ժողովուրդն է բերել։ Նույնապյանեն ինչ որ ուզում է ժողովուրդը։ Ժողովուրդը չի ուզում սահման բացի, իմանալով թե ովքեր են։ Եթե ինքը կասկած ունի, թող մի քանի անգամ դրի դրվագները նայի։ Սպանություն, քառատում, բռնաբարում փոքր երեխեքին եւ վերջը մեր հավերժ սուքը կենթանի դա կոմիտասն է։ Խելագարվեց չեն այդ բոլորը տեսնել։ Ու մնաց քանի տարի, 30 տարի թե ինչքան ավել։ Չեմ հիշում Ֆրանսիայի հոգեբուժարանը։ Ես նայում եմ տարին տարվա վրա պակասում է ժողովուրդը, մենք ենք մեղավոր։ Մենք դարձել ենք նեղմիտ, մենք մեր քթից ենք ում չենք տեսնում։ Խորհուրդն է, որ մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ եթե աշխարհը պիտի խաղաղություն ունենա, որ խաղաղություն պիտի կառուցի հայոց կորցման գերեզմանի վրա, մենք ոչ խաղաղություն ենք ուզում, ոչ աշխարհ։ Հարգելով մեր զոհվածներին, մեր ցեղասպան մեղածներին եկել են։ Ծաղիկներ դրել են ու գնում են։ Ուրեմն իմ ծնողները եկել են, իմ պապերը եկել են Արևմտյան Հայաստանի Մշոտ գյուղերից։ Հետհարցիներ են, կռվողներ, ես կարող եմ հանեմ նկարները ցույց տամ, բայց հեռախոսի մեջ ցույց տամ ջարդ, կոտորած, փախուստ, վերջում էլ որբերին են հավաքել բերել, Արաքսգետ անցել են, եկել են Գյումրի, բոլոր երեխեքին տեղավորել են, հետո կարող եք մեկ սասունցի բառը ընգնի մեջտեղ, տենց տեղավորել են, հետո ընգել են հոսանքի տակ, գերեզման չունեցան, հալածրեցին կագեպեի կողմից, այդքան կռվելուց, այդքան պայքարելուց հետո իրանք գերեզման չունեցան հայրենիքում, դա է ցավը, մենք կորցրել ենք իմ պապը տատը, Թաթոն ու Զոզանը, Ախուն, Չախալը, Գևորգը, նրանք մի խումբ են եղել ֆիդայական, կռվել են, պայքարել են մինչև վերջ, Տատս մահացել է Աքսորավայրում, պապս մահացել է Խալեպում, ունի գերեզման, հայկական եկեղեցու բակում է թաղված։ Եվ ինչ ասեմ, կորցրել են պապի կողմից եղբայրներին, քույրերին, հիմա ուզում ենք գտնենք իրան սերունդները կան թե չկան, մնում է մութ մեր համար, որ շատ են եղած, որ կան թե կոտորվել են, հետո էլ ժխտում են, ուզում են ժխտեն, ախր մենք կանք, սերունդները կան, մենք գիտենք պատմությունը,
եւ մայրական եւ հայրական կողմից ջարդ կոտորած փախուստ, սովասառը, ինչ ասեմ, այդքան բանը երևի ես ջահելություն եք իմանա։ Մինչև վերջ վախենում են իրանց անցյալը պատմեին։ Ոնց ա եղել, ոնց չի եղել։ Մեծ մորաքույրս Վարդուշը պատմեց ամեն ինչ կար, ինձ ա պատմել։ Անցյալ տարի Քիթարա տան զավակները գիրք հրատարակվեց, այդ պատմությունը լրի մեջ կա գրած, ոնց ես պատմում եմ։ Տենց եղել է իրանց իմ պապիկի ժառանգների վերջը, մամաս այրը վերջը 91 տարեկան է մահացել է։ Մենք Զոզանի Թաթոյի ժառանգներն ենք, հիշում ենք ամեն տարի գիշեր երեխաներս են եկել մոմավառության գործից հետո մյուս կեսերը կան, հիմա ես մենակ եմ եկել, այդքան չի մոռացվում, երբեք մեր երեխեքը իմ ծոռնիկը անգամ պետք է իմանա այս պատմությունը, դեռ փոքր է, 2 տարեկանում ես իմանա մեր պատմությունը, տենց Չեք ծրվել, չեք դուրս եկել։